Բարի օր, հանրային ռադիոյի եթերում ինչպես ամեն շաբաթ օր, այսօր եւս հանրամեդիայի հերթական թողարկումն է։ Ես, եթե հասցրել եք մոռանալ, հիշեցնեմ Լևոն Սարդարյանն եմ եւ այստեղ մեր տաղավարում հանրային ռադիոյի ես իմ գործընկերների հետ քննարկել ենք եւ քննարկելու ենք խնդիրները, որոնք կապված են հայաստանյան մեդիայի հետ եւ այսօր այդ հարցում ինձ կամ օգնելու են, կամ համաձայնելու են, կամ չեն համաձայնելու Զարգերակ լրատվականի լրագրող Մկրտիչ վերլուծաբան նաեւ Մկրտիչ Իսրայելյանը եւ ազգային ժողովի պատգամավոր նախկինում լրագրող, ապագայում դեռ չգիտեմ երևի այդ ընթացքում նաեւ այդ կխոսենք Գեգամ Նազարյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ընտրությունները արդեն գոնե այս պահին դեռ ընթանում են այն իմաստով, որ հետընտրական զարգացումներ ունենք, բայց եկեք առաջարկում եմ ավելի ճիշտ խոսել այն խնդիրների մասին, որ մեզնից յուրաքանչյուրը տեսավ նախընտրական շրջանում կապված հայաստանյան լրատվական դաշտի հետ։ Ինչպես էին աշխատում լրագրողները, ինչն էին լավ անում, ինչն էին վատ անում ու որքանով էր օբյեկտիվ լրագրողների աշխատանքը։ Գնացինք։ Կոնկրետ լրատվամիջոցների աշխատանքը ինչ որ այլ տարբերակով անակնկալ, որ ասենք այս ընտրություններին ուրիշ ձև են աշխատել, չեմ նկատել, նախ սկսենք նրանից, որ այս քարոզարշավը առանձնացավ նրանից, երևի կհամաձայնեք, որ տեխնացուները, քաղաքական ուժերը ավելի շատ էին իրենց լուսաբանում իրենց այցերը, քան լրագրողները։ Կարծես լրագրողների գործը մի տեսակ երկրորդ պլան էր մղվել եւ ավելի շատ ուժերը, գործիչները, տեխնացուները մի քիչ համաձայն չեմ, այնտեղ որովհետեւ լուսաբանում ավելի շատ իրենցն էր։ Իր համար ճակերտներում եմ ասել, ընտրել էր ֆավորիտներ, պատտվում էր այդ ֆավորիտների հետևից, դե մնացածներն էլ ուզեն, ասենք Քոչարի կուսակցությունը ինչ պետք է աներ, էլի, ասենք ինքը իրան պետք է կամ լուսաբաներ կամ չէ։ Եվ ըստ այդմ իմ կարծիքով ամեն լրատվամիջոց նորից շատ սուբյեկտիվ լուսաբանեց, էլի, այսինքն ամեն մարդ իր ֆավորիտին ընտրած գնաց։ Այս մասին դեռ կխոսենք։ Ու դա առաջի անգամ չի տենցել, բայց կարծում եմ այս անգամ շատ ընդգծված էր այդ ֆավորիտներին լուսաբանելու եւ դա գործընթացը լուսաբանելու գործը։ Պարոն Նազարյան, դուք բարբերաբար լրագրողների հետ խնդիրներ եք ունենում, չէ՞ դա կատակ եմ անում իհարկե, բայց հիմա ասենք այսպես ազգային ժողովի տեսանկյունից եթե նայենք, հա, падգամավորական տրամաբանությամբ, ընդ որում այս անգամ դուք քաղաքական ոչ մի ուժին չեք հարում, չեք մասնակցել ընտրություններին, ընդհանրապես քիչ շատ կարող եք օբյեկտիվ պատկեր, կողքից նայողի հայացքով այդ ամեն ինչի մասին խոսել։ Ես ձեր հարցերին անդրադառնալուց առաջ նախ ուզում եմ շնորհավորել մեր ֆուտբոլ ասերներին աշխարհի առաջնության մեկնարկի կապակցությամբ։ Այսօր արդեն երկրորդ օրն է եւ դե ժամային ինչ որ ես բան եմ ասում, ես մաղթում եմ, որ մեր ժողովուրդը քաղաքականությունից այնքան հանգիստ լինի, որ ուշք ու միտքը լինի համերգը, ֆուտբոլը եւ արվեստը, բայց այսօր մենք ունենք դեռ բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկը հայաստանյան լրատվական դաշտն է։ Նոր խնդիր նշվեց, որ տեխնացուները իրենց են ներկայացնում, դա նորմալ է, ժամանակի ոնց որ շունչն է, հա, բայց ես ավելի շատ ուզում եմ մենք խոսենք այն մասին, որ մենք արձանագրեցինք, որ մենք գրեթե չունենք անկախ լրատվամիջոց։ Իհարկե բոլորը ասում են ոնց կարող է լրատվամիջոցը անկախ լինել, չէ՞։ Իհարկե կարող է, որ գծեր կամ որոնք պետք է պահել։ Օրինակ լրատվամիջոցը որքան էլ համակրի այս կամ այն քաղաքական գործչին, այս կամ այն գծին, ինքը նախ այդ կարմիր գծերը չպետք է անցնի, սուտ տարածելու գիծը պետք է չանցնի, հոլովակներ, որոնք վիրավորում են, մեր արժանապատվությունը չպետք է համաձայնվի հեռարձակի, որովհետև այն խայտառակ հոլովակը ամոթալի, որը ես չեմ ուզում հիմա նկարագրեմ, շատերը հասկացան, որ հոլովակների մասին եմ խոսում։ Ծիծեռնակաբերդի մասին եմ։ Նաև այն որ տանը նստած մեկ էլ հանկարծ հարևանի երկրից գալիս են։ Հա, այդ ասում եմ այդ բանը, դա ոչ միայն չպետք է հեռարձակվեր, ոչ
YouTube-յան ալիքներով, ոչ Facebook-յան, ոչ բուն լրատվամիջոցի էջում կամ այլ դրա հեղինակները պետք է արդեն հայտնվեին ճաղերից այն կողմ, որովհետև դա հանցագործություն է։ Երկրորդ խնդիրը, որ ես ուզում եմ անդրադառնալ լրատվամիջոցների հետ կապված, ստի տարածումն է։ Իրենք քանի որ ֆինանսավորվում են X ուժից, որը այդ ստի տարածողն է, լրատվամիջոցը դառնում է այդ ստի տարածողը, եւ դրանից հետո ես ոնց այդ կառույցին համարեմ լրատվամիջոց։ Դա լրատվամիջոց չի, մենք սխալ ենք օգտագործում այդ բառը։ Դա քարոզչամ միջոց է, չգիտեմ, պատի թերթ է, ագիտ պրոմա, ինչ ասես է, բայց ամենահետաքրքիրը որ ընտրություններից հետո որոշ լրագրողներ պարզվեց իրենք նաև քաղաքական գործիչ են, այսինքն հիշում եք սովետական շրջանում ավտոբուսներում գրված էր վարորդը նաև հսկիչ է։ Հիմա քաղաքական ակտիվիստ են, հետո դարձան քաղաքական գործիչ։ Չէ։ Իրանք քաղաքակտիվիստ են, հետո դառնում են լրագրող, հետո դառնում են քաղաքական գործիչ ու կոչ են անում օրինակ անցեք փողոցային պայքարի վերցրեք իշխանությունը ուժով, լրագրողն է ասում։ Հա, մի երկու տենց կոչի մաշկվել են եկել։ Մի վերցրեք մանդատները։ Ընկերներ, դուք լրագրող եք, թե ինչ եք, մի հատ ինքները ձեզ համար այդ հարցը տվեք, նոր անցնենք առաջ։ Դրա համար եմ ասում, հիմա վերլուծել լրատվական դաշտը մի քիչ բարդ է, որովհետև չգիտես, որն է լրատվական դաշտը։ Ես եկեք հանրային ռադիոն վերլուծենք, բայց դա ծանրալի process կլինի։ Հա, որովհետև մենք այսօր զեկույցն էլ ա եղել, մենք մեզ լավ ենք պահել։ Տեսեք, լավ, եկեք փորձենք տարանջատել իրարից քարոզչամիջոցներ, լրատվամիջոցներ։ Հա, ընտրությունների ժամանակ ամեն ինչ առավել քան ակնհայտ դարձավ։ Ցավով եմ ասում, որովհետև որոշ լրատվամիջոցներ, որոնք ես լավ չեմ հասկանում իհարկե այդ մղումը տարիների ընթացքում ձեռք բերված համբավը երկու շաբաթում տանել լցնել ջուրը ու լավ լցրեցին։ Հա, ես այդ չեմ կարողանում հասկանալ, որովհետև ես չգիտեմ իհարկե ինչ գումարների մասին է խոսքը, մեծ գումարների մասին է։ Տեսեք, ես որոշակի ես ունեմ այդ անցյալը հիշել, հարգել, ճանապարհ անցնելը հարգել, դրա համար անուններ հիմա չեմ տալիս։ Բայց երբ որ այն մարդը, որը հեղինակություն էր շատ լրագրողների համար, լրատվամիջոցների համար, մի օրում դարձավ պատի թերթ ու քարոզում էր այն մարդուն, որը ակնհայտորեն իր տրամադրվածությունը դեպի Հայաստան մեղմ ասած լավը չէր, այսինքն դա Հայաստանի արժանապատվության դեմ էր, անկախության դեմ էր, ամեն ինչի դեմ էր ու հանուն երկու լումայի հրը իրենք ես գիտեմ էլի չի եղել լումաների քանակը մի քիչ ավել է այն մարդ գիտեք ես մոտավորապես գլխի եմ ընկնում մի լումա, երկու լումա, 10 լումա, վերջում դառնում է 30 լումա, հետո 30 լուման կարող է 30 արծաթե դառնա ու դառնում է այն խայտար փոխանակ ես ասենք լրատվամիջոցը պետք է առավոտից իրիկուն ոչ թե այս կամ այն ուժին քարոզեր, այլ ասեր սիրելի հայրենակիցներ, մենք տեղյակ ենք, որ արտերկրից մեծ ծավալի գումարներ են մտնում երկիր, որ ձեզ կաշառեն, որ դուք հայրենիքը ծախեք, Հայաստանը ծախեք։ Մի արեք տարբեր ձևերով մարդկանց համոզային, որ դա քթներից է գալու տարբեր ձևերով, որովհետև փող վերցնել եւ գնալ ընտրելը դա ամենածանր մեղքերից մեկն է, ամենածանր հանցագործություններից մեկն է։ Այդ դրա դեմ պետքա լրատվամիջոցները աշխատեին, քարոզեին, որոշ մարդիկ կարող կրթական, գիտական ցենզը այդ մակարդակի չի, որ ինքը հասկանա ինքը ինչ է անում։ Ի վերջո խնդիր է դրված այնքան փող բաժանել, որ այդ փողով Հայաստանը տապալել։ Ի պատիվ մեր Հայաստանը սիրող հայրենակիցների, մենք այս անգամ փրկվեցինք։ Բայց այդ process-ը հիմա շարունակում են, հիմա էլ ասում են, այն նույն մարդիկ, որ նույն մտքերը ընտրություններից առաջ, քարոզարշավի ժամանակ, նույն բառերը տարբեր, ոչ թե տարբեր ձև, նույն բառերը նույն ձևով էլ ասում են, հիմա նույն ձևով ասում են, ընտրությունները կեղծված են, ընտրությունները կեղծված, անդադար։ Եվ մի
քաղաքական գործի չել կա վաղուց հեղինակազրկված, որ այդ process-ին իհարկե միացել էր բարձ ինչի համար էր միացել, այսօր նորից գիտեք, ես համարում եմ, որ ընտրությունները կեղծված են, համարի, բայց դու ինքդ քո ամբողջ կյանքն է կեղծված։ Դու ո՞նց ես քեզ թույլ տալի, բայց դե թույլ են տալի մարդիկ, այսինքն մենք ունենք հիմա շատ խնդիր, որը լրատվամիջոցներինն է, որովհետև հանրությունը այդ խնդիրը ունի, քաղաքական դաշտը այդ խնդիրը ունի, լրատվամիջոցներն է բնականաբար այդ խնդիրը ունի։ Այստեղ մի մեջբերում անեմ, մենք անցած շաբաթ օրը այստեղ քանի որ լրության օրն էր, քաղաքականությունից բնականաբար խուսափել ենք խոսել, եւ իմ հյուրերից մեկը Երևանի Պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետի դեկանը Աղաչ Մարտիրոսյանը այսպեսի մի հետաքրքիր միտք ասեց հիմա լրատվամիջոցները հասարակությանը վաճառում են ճիշտ այնպիսի product, ինչպիսին պահանջում է հասարակությունը լրատվամիջոցներից։ Հիմա այս մտքի հետ եկեք համաձայնենք կամ չէ։ Եկեք ես չեմ համաձայնվում, որովհետև նայ հասարակությունը ամեն շատ բանի պահանջ կարող է ներկայացնել, էլի, բայց ինչ ես կոչում դու հենց չորրորդ իշխանություն կամ հանրային կարծիք ձևավորող իշխանության մասն եկեք մոռանանք, վաղուց նման բան մեզ են խաբել, ոչ մեզ դրա համար, որ հասարակության ինչ-որ առումով նաև կրթես, այսինքն ճիշտ ինֆորմացիա տաս, ճիշտ տեղեկատվական փաստերով կերակրես հասարակությանը։ Հասարակությունը կարող է շատ բան ուզի, կարող է ուզի, ասենք, չգիտեմ, մարդ սպանել է ուզի, չի նշանակում, որ պետք է դնես քարոզես էդի։ Հասարակությունն հաղորդումներ կային, որ նայելու բան չեն, անունը չտամ, դա էլ կարող է ուզի, բայց չի նշանակում, որ դա պետք է բերել առաջի պլան եւ քարոզել այդ։ Էդի արդարացում է 30 տարի արդարացրել են այտենց, էլի, բա մենք ինչ անենք, հասարակությունն է ուզում։ Հասարակության ուրեմն լավ չեք ճանաչում։ Ես ժամանակին կներեք, էլի, այդ օրինակը բերեմ, ժամանակին այդ անալոգիան բերում էի, որ ինձ ասում էի ժամանակին հերոստանգերության ղեկավարներին, տերերին, որ հարցում էի, լավ, ինչի եք անդադ ռաբից տալիս եթերել, ինչի համար, ասում դե հասարակությունը այդ ասում, սուտ ես ասում։ Դուք ժամանակին հատուկ այնքան արեցիք մինչև հասարակությունը սովորի, որ դա նորմա է, ես ռաբից երաժշտության դեմ բան չունեմ։ Բայց երբ համատարած է դան, որում այդ ռաբիցը մենակ երաժշտության մասին չի, սերիալների մասին այս այնա։ Երբ դու սովորացնում ես դրան, հետո արդեն հակառակ դրա դու ասում ես էս ա ուզում, էս եմ արտադրում։ Դա կեղծիք է։ Դա չի ուզում նույնն էլ ոչ թե լրատվամիջոցը այսօրվա այն ինչին լրատվամիջոց ենք անվանում, ոչ թե տալիս է այն ինչ ուզում է ժողովուրդը, այլ տալիս է այն ինչ ուզում է իր տերը։ Այսինքն տերն է ուզում դուր էս ու տալիս են դա եւ ոչ թե մարդը ինչ ասում, մարդը դա չի ուզում։ Իհարկե գիտենք մենք այս տեխնոլոգիաները, որ օգնում են դու տեսնես քո կայք մտած մարդը, որ նյութն ավելի շատ նայել, եթե բազմաժան, ես շատ լրատվամիջոցների ղեկավարների հետ եմ խոսել, ասում են դե հիմա ամոթ չլինի ասելը, առաջին տեղում եթե սեքսի մասին ինչ-որ ակնարկ կա, դա է, երկրորդը սպանությունն է, երրորդը եթե ինչ-որ մեկի մեծ քանակի փող է գցել կամ ինչ-որ մեկը փող է կորցրել։ Այս հասարակության մեջ, բայց դա չի նշանակում, որ քո 1/3-4-ը կամ չգիտեմ 5/6-րդ մասը քո թողարկումների դա պիտի լինի, չէ՞, իհարկե դա պետք է չլինի ու ընդհանրապես մենք ոնց որ պաշտպանվող լինենք, ասում ենք, գիտեք, մենք ռաբիզին դեմ չենք, չէ, ես լավ էլ դեմ եմ ռաբիզին, որովհետև ինքը այն ինչը մենք այսօր չէ, ես դեմ չեմ, որպես արվեստի ճյուղ։ Չէ, ես դրանել եմ դեմ, ասեմ ինչի։ Լսի քո համար։ Չէ, գիտեք ինչի, ես դեմ եմ դրա հանրային, այսինքն ոչ միայն հանրային, այլ այն ով իրան համարում է լրատվամիջոց, այսինքն ունի եթեր, ռադիո, հեռուստա, ինտերնետային, ինքը չպետք է դա եթեր թողարկի, որովհետև այսօր եթե ստիպված ասենք հարսանիք ես գնում, ասում եմ ստիպված, որովհետև այդ դահլիճային մթնոլորտը այնպիսին է, որ շատ հարազատ մարդ պիտի լինի քեզ, որ ասես լավ, որ իրանք չնեղանան գնաս, բայց դու գնում ես ու կտանքների ես ենթարկվում, սկսած ձայնի բարձրությունից եւ այն ինչ իրենք մատուցում են։ Հիմա ասեք, այդ ձայները ու այդ երաժշտությունը լսող մարդուն դե արի գնա բացատրու, որ ընտրակաշարք վերցնելը վատ բան է։ Դա դժվար, ինքը իր ուղեղը արդեն ուրիշ ալիքների վրա է։ Դրա համար պետք է մարդուն ստիպես
անդադ դասական երաժշտություն։ Դու պետք է իրան ստիպես դասական երաժշտություն լսի։ Դասական էստրադային երաժշտություն պետք է լսի։ Բայց ձեր ասացին սովետի մի քիչ հոտ է գալիս։ Սովետի հոտ չի գալի։ Դու իս ձեր կարծիքով արևմուտքում ինչ երաժշտություն է եթեր գնում։ Ռաբիս ոչ մի դեպքում։ Իրանք չունեն, որովհետև այդ անընդունելի դա խայտարակություն է ունենալ ռաբիս։ Իրենք ունեն բարձրակարգ ռոք, բարձրակարգ, չգիտեմ, ջազ, ցածրակարգ ռոք էլ ունեն, ցածրակարգ պոպ էլ ունեն։ Ինքը բարձրակցության չի դիմանում։ Իրանք չեն լսում, իրանք դուրս են մնում։ Իրանք չեն լսում նման բաներ։ Չեն լսում։ Իրականում չեն լսում։ Չէ, բայց հիմա դրա մասին չի։ Չէ, ես չեմ վիճում, ուղղակի ես ասում եմ իմ պատկերացումը եւ նույնը լրատվամիջոցն է։ Ունենում ենք հիմա ձեր ասած ռաբիս լրատվամիջոցներ, որոնք գալիս են եւ ասում են ինքը կանգնած է ԿՊ-ի շտաբի դիմաց ժամերով սպասում է որ չգիտեմ վարչապետը գա կամ չգիտեմ որ նախարար գա որ հարց տա եւ քաղաքական գործչին ասում է ահա մենք քեզ բռնացրինք որ այնտեղից դուրս ես գալի ու երբ ասում ես ընկեր բայց ինչ բռնացրիր ես ոչ թաքուն եմ եկել ոչ էլ թաքուն դուրս եմ գալի ինչ ես այնպիսի տպավորություն ստեղծում որ իբր դուք ծառի տակ պահկված եք ես դուրս եկա ու անշնորհքաբար հեռախոսը դեմը դա անշնորհքություն է գիտեք գիշերվա ասենք չգիտեմ որ ժամին հեռախոսը մտցնել մարդու բանը բայց իրենց կարևորը թվում է որ հենց ինքը լրագրող է ու լրագրողը իրեն այդպես պետք է պահի ու այդպեսի հարցը ոչ այստեղ մի ներբություն կա իմիջալուց եթե մարդու հետ դու ուզում ես թաքուն հանդիպես հաստատ քաղաքի կենտրոնում չես հանդիպում էլի կապ չունի օրվա որժամը հաստատ չնալ իմանալ լրագրողները հենց այդ եմ ասում այսինքն եթե թաքուն լինի ասեմ օրինակ ես ու դու պիտի հանդիպենք ասեմ Մկրտիչ ջան արի գնանք չգիտեմ ապարանի կողմերը ասես մի հատ տեղ կա գնանք նստենք զրուցելու բան կա բայց ոչ Երևանի կենտրոնում կապ չունի ելի եմ ասում Երևանի կենտրոնում բոլորին գիտեն շատ ներողություն եմ խնդրում կարող եմ մի քիչ երկար խոսեցի մի շատ ռաբիս լրատվամիջոց կա շատ ռաբիս իր ռաբիս ղեկավարով ազգային ժողովի բյուջեի քննարկման ժամանակ ես իրավապահ մարմիններից մեկի ղեկավարին ասում եմ ես ձեզ կոչ եմ անում, խնդրում եմ հետևողական լինել եւ բոլոր նրանց, ովքեր ընտրակաշառք են բաժանել, շարունակել հայտնաբերել, որովհետեւ դա մեր երկրի համար կենսական նշանակություն ունի։ Իրենց վերնագիրը գիտեք որն է, շատ հետաքրքիր վերնագիր։ Գեգամ Նազարյանը թախանձանգին խնդրում էր շարունակել անդիմադիրներին բռնել։ Այդ ռաբիս ընդունել են որ ընտրակաշառքը իրենք են անդիմությունն է իրենք ընդունում են որ ախր այդ մենք ենք ասում են մենք չենք ասի ով է կերել տորթը թեև դա բոլորը գիտեն որ դա փղիկն է հիմա այս մակարդակին իրենց մատնող ուզում են ինձ Վնաստան իրենց խայտարակ են անում հիմա այս դաշտում մենք ինչ անենք դրա համար ես կառաջարկեի մենք գնանք մի ճանապարհով որ այդ լրատվամիջոցները այդ տեսակ ռաբիս լրատվամիջոցները ուղղակի հասկանան որ իրենք անելիք չունեն Հայաստանում համաձայն եմ բայց այստեղ մի խնդիր է առաջանում օրինակ եկեք հանուն արդարության ասենք որ կան լրատվամիջոցներ որոնք ինչքանով որ դա հնարավոր է այս պայմաններում փորձում են պահել օբյեկտիվությունը փորձում են փաստահենք լրատվությունը համապատասխանել բայց այդ լրատվամիջոցները այս ընդհանուր աղմուկի մեջ կորում են որովհետև պահանջարկ չունեն լրատվամիջոցը չի կարող գալ ասենք շարքային սպառողի վզին փաթաթվել ասել վայ ինձ լսի ախր ես լավն եմ հետևաբար տեսեք եթե գործընթացի մասին խոսենք մի քիչ գլոբալ հա մի քիչ կարող ես որևէ մեկին վիրավորելու միտում չունեմ բայց ես սիրում եմ ինչ-որ չէ ես ուզում եմ ես միշտ սիրում եմ ինչ-որ օրինակներով բերել որ պատկերավոր լինի էլի ամեն ինչը Մեր մոտ եկավ մի փուլ, երբ ես այդ փուլը կոչվում եմ բան, հա, լրատվական դաշտի շամշանականացում։ Դա 2000-ականների սկիզբն էր։ Հետո եկավ երկրորդ փուլը, լրատվական դաշտի ալամեյացում։ Տիգրան Կարապետիչի արդեն թեթև ձեռամբ, երբ այդ անպատասխանատու լրատվա հոսքը, որ սկսեց գալ, հա, թիրախային, ընտրողական եւ այլն, հետո բոլորին թվաց, որ դա կարելի է։
Այնտեղ էլի եմ ասում, մնացին Կարևոր լրատվամիջոցներ։ բան ասեցիր հիմա։ Բոլորին թված, որ դա կարելի է։ Ու հետո մոռանում ենք, որ Հետո մոռանում ենք որտեղից է սկսվել այդ ամեն ինչ։ Այսինքն մենք շարունակում ենք մնալ այն բանի մեջ, որ կարելի է, բայց մոռանում ենք որտեղից այդ ամեն ինչը սկսվեց։ Ես, քանի որ մի քիչ գլուխ գովեմ, ինստիտուցիոնալ հիշողություն ունեմ այդ իմաստով, ես հրաշալի գիտեմ ինչը որտեղից է սկսվել։ Ամենայն դեպս գոնե ամոթ չլինի ասելը 95 թվականից այս կողմ։ Հիմա հարցը նպատակադրված սկսվավ էդի Միանշանակ դա չի էլ քննարկվում։ Իսկ իրանք հիմա այդ ամեն ինչը փոխում են բանի։ Չէ, եթե նպատակային չլիներ, ինչ որ մի պահի կկանխվեր։ Ինչ որ մի պահի կկանխվեր։ Չեմ կարծում, որ այդ ժամանակ հասարակությունը դոգացումը էլի մի փուլից Այդ արդեն, հա։ սկսվեց եւ լրատվամիջոցները դոգից հետ չմնալու համար սկսեցին ինչ-որ հայոյախոսություն, որոշ բլոգերներ սկսեցին կրկնօրինակել եւ այլն, հետո բոլորին թված, որ դա կարելի է, ու հետո սկսեցին վիրավորել, ինչ անենք, վիրավորում ենք, այդ վիրավորումա, այսպես կոչված լրագրողը վիրավորումա, դու իրեն պատասխանես, դուք քաղաքական գործի չեք, ինչու չեք ամաչում, բայց լավ, դուք լրագրող եք, բա դուք ինչի չեք ամաչում եք։ Ես ասեմ, լրատվամիջոցների կամ լրագրողների մի մասի պահվածքը ինքը հոգեբանական իմաստով ես կարող եմ բացատրել ինչ են անում։ Պերմանենտ վախի մթնոլորտ ստեղծել է, այսինքն վախացնել, պայմանական, չգիտեմ, 300,000 ադրբեջանցիներով, հա, օրինակ։ Եվ այլ ինչ է անում, որտեղ մարդը երբ անդադ այդ վտանգի այդ ալերթի բանը լսում է, հա, ինքը բթանում է այդ վտանգի զգացողությունը։ Վաղը մյուս օրը, եթե իրական վտանգ լինի, հասարակությունը ասելու է դա հերթական հեքիաթն է։ Դե դա խոսքի պատասխանատվություն է, Խոսքի պատասխանատվության Մարդը կարա ինչ ասես ասի, էդի 1000 հոգի հերք են, բայց ինքը դրա համար մի հատ ներողություն է չխնդրի կամ ընդհանրապես իրեն է վատ չզգա, որ ինքը fake կամ չգիտեմ, Հիմա Սամվել Կարապետյանը որ ասես հասուն տղամարդ ես 60-ից է, չէ՞ կամ 60-ի ասես 60-ից մազեց սպիտակած մարդ չես ամաչում, էդ ինչ 300,000 ադրբեջանցու սուտ է խոսում։ Չէ, ասեց ենթադրում։ Ինքը ամեն ինչին ասում ենթադրում են, բայց տղամարդը չի ենթադրում։ Ենթադրում են կենսաքիմիկոսները փորձ անելու ժամանակ։ Եկեք չանձնավորենք շատ։ Չէ, պետքա չի, ես կողմ եմ անձնավորել այդ մասին, հետո այդ նույն fake հարցի մասշտաբով տալիս անձնավորում եք։ Լրագրողներն այդ նույն կեղծ լուրը ամեն օր երբի 10 անգամ, օրը 10 անգամ այդ նույն հարցը կտան, էլի, բայց ինչ կարծիք ունեք գալու են։ Մի անգամ հերքեցին, ելելով հերքի։ Չեբուրաշկան ներխուժել են ներքին գործերի բաժին ու կրկնում է, սկզբից ասում են նախ Վիննի Պուխն ու Չեբուրաշկան էքյատային հերոսներ են։ Հետո մի քիչ անցնում է Չեբուրաշկան ընդհանրապես արհեստական կենտրոն։ Արհեստական քիմիկա, հետո բայց հետո դա մոռանում են, հետո սկսում են քննարկել Չեբուրաշկան սիրում է ընդհանրապես այդ մտնի ներքին գործերի բաժին, թե չէ, իսկ կոկորդիլոս գենան, հետո սկսում են վերլուծել, հետո չնկատելով ներքաշվում ենք այդ սուտ լուրի քննարկման մեջ։ Սկսում ենք քննարկել, որ Չեբուրաշկան ու կոկորդիլոս գենան ինչպես են իրենց պահել, այդպես շատ ավերածություններ արել են, թե չէ, հետո այդ հոտը դուխու անցնում է, այդ օծանելիքի հոտը, ասում ենք, այս ինչ էինք մենք անում, մի օր այս պահը գալու է, մենք բոլորս ամաչելու ենք, ասելու ենք, այս ինչ էինք մենք անում, այս ով էր հեղինակ, այս հեղինակը փախածա լինելու արդեն, չեն գտնելու, չգիտեմ, կամ փախածա լինելու, կամ չգիտեմ, բոմժացած է։ Լավ, ինչ հնարավորություն կա, որ հասարակությանը ուղղորդենք, լավ ասենք, այդ դինոզավրերով, հա, քիչ շատ, որ մնացել ենք, որ փորձում ենք ինչ-որ կանոններ պահել, որ ժողովուրդ ջան, ախր սա լսեք։ Ինձ թվում է այդ հարցին վերեր։ Ես էդի շատ բարդ հարց է, էդի անց հարցը որ շատ նախ ծանր աշխատանք է, դի չենք կարող նույնիսկ 1, 2, 3 հոգու, էդի համակարգային պիտի լուծվի, ինձ թվում է, էլի։ Այն նախորդ անգամ էլ ասեցի, մենք փակուղի ենք մտնում, որովհետև այդ համակարգային չէ, համակարգային ոչ թե պետական նկատի ունեմ, ոչ թե պետական նկատի ունեմ, այլ այդ լրատվամիջոցների տերերը պետքա փոխվեն, էլի։ Չէ, լրատվամիջոցների տերերը չեն փոխվելու, տերերի մտածելակերպը։ Տեսեք ոնց են անում։
ախր մենք մի քանի ընտրությամբ անցել ենք, չէ՞։ Ասենք գալիս է 2000, սկսեմ 2003-ին, այդպես չէր 8-ից։ 8-ից առաջ սկսեցին բացվել լրատվամիջոցներ։ Բացվում են նոր լրատվամիջոցներ, հները վերազինվում են, ընտրությունները անցնում է մի ամիս հետո լրագրողներին ասում են, գիտեք, ֆինանսավորում չկա, բան անցեք տներով, այնպես մի 1.5 հոգով պահում են, հետո գալիս է մյուս ընտրությունները նորից հավաքագրում են, հետո նորից ասում են գնացեք, հիմա այս փուլը նորից սկսվելու է, այսինքն մենք պետք է ազատվենք այդ լրատվամիջոցներից։ Հա, բայց ո՞նց։ Ասեմ ոնց։ Պետք է մոնիտորինգ լինի պետության կողմից։ Եթե դու լրատվամիջոց ես, դու պետք է ունենաս առնվազն 7 գրանցված աշխատող ու մշտապես։ Առնվազն, ես տեսեք փոքր թիվ եմ ասում, 7 գրանցված աշխատող ու անդադար։ Եթե դու այդ շեմա, դու ուրեմն չես կարող լրատվամիջոցը։ Ֆինանսավորման աղբյուրներն է պետք է թափանցիկ անպայման պետք է։ Ես քեզ ասեմ, այստեղ այնքան է քննարկվել, որ ես արդեն հոգնել եմ այդ թեմից, կա այդ օրենքը։ Հալը կա, բայց հետևողական չէ, հետևողական չէ։ Բանը էսա, որ եզակի լրատվամիջոցներ։ Հիմա կանգնում ես, ասում ես ընկեր, գալիս է, ասենք այն մանավանդ էս մի ամիտ են էլի այս падգամավորները։ Գիտեն թե մի 600 քանի 657,000 դրամ աշխատավարձ է ստանում, ասենք միջին IT-շնիկից մի քանի անգամ քիչ, բայց դենց են կաշկանդվում, որ մի անգամ տարվա մեջ 2 անգամ պարգևավճար են ստանում, լրագրողները գալիս են։ Ինչի վրա եք ծախսելու, բայց նախ արի մի հատ դու ասեմ տենամ քեզով աշխատավարձ տվե, քանիսն ես հայտարարագրել, քանիսն ես թաքցնում, քանիսն ես ծրարով ստանում։ Հասկանում եք անբարոյականությունը, որ նա մեկը, որը թաքուն աշխատավարձ է ստանում, այսինքն չհարկվող աշեր, գալիս է հարկվող աշխատավարձ ստացողին, ասում են մի հատ տասա տենա։ Չէ, ընդհանրապես մենք պիտի հասնենք նրանք, որ հասարակության մեջ այստեղ լրատվամիջոցների մասին չի արդեն լրագրողների մասին չի խոսքը, որ հարկ չվճարել դառնա խարան։ Ես մի բան պատմեմ, հարկ չվճարել։ Ժամանակ քիչ է մնացել, բայց ես պետք է սա պատմեմ։ 2 րոպեում կտեղավորվենք, հա։ Որ մեր ազգի բայց այդ առումը ոնց որ քիչ-քիչ փոխվել ենք արդեն հարկ վճարելու էլ, եթե ուրեմն երկրի անունը չեմ տալի, որ շատ չհուզվեն, մի գործարար մեկ այլ երկրի մեծ շուկայում ասկսում է իր առևտրային գործունեությունը եւ տեղի իր գործընկերուց ասում է, այս ոնց որ բոլորը ՀԴՄ-ներ են տալի, ասում է կներես, բա ինչ պետք է անեն, ասում է դե չտան, ասում է ոնց, ես իմ երկրին խափեմ, ես իմ երկրին քցեմ, դրա համար այդ երկիրը այսօր հզորա մենք է սենց ենք, դրա համար պետքա սիրես քո երկիրը, եթե սիրես քո երկիրը ընտրակաշարք վերցնողի գլուխը կջարդես, ով ավելի ճիշտ, ով քեզ ընտրակաշարք առաջարկի, իր գլուխը կջարդես։ Եվ այսօր մենք կունենանք մի 250,000 ջարդած գլուխներ։ Օրինակ ես ենթադրում եմ, որ ինձնից լավ վախենում եմ, որովհետև ինձ երբեք ընտրակաշարք չեն իրենք լավ գիտենում են տալիս։ Իրենք մեզ գիտեն, հոտով են զգում։ Երբեք ասա, ասենք ընտրակաշարք սկսել են բաժանել 2008 թվականից, որ այս փողերը հանեցին ու մտան։ Քանի անգամ ձեզ առաջարկել 2003-ին էլ։ Ճիշտ է, ես մի փուլ բաց թողեցի։ Տուկի թելերով, ամեն ինչով, ուրաբաներով, տոմբիներով, այդ ինչ է, խաղողի կապում են։ Հա, նենց որ հա, մեզ մի ստիպեք հիշենք էլ, ես էլ եմ ասում, ինստիտուցիոնալ հիշողություն։ Ին աշխարհը չեմ հիշում ու չէ։ Չեմ տեսել ոչ մի բան չեմ հիշում։ Ու չեմ նրան երազում իմ հուշերի մշուշով։ Քանի որ բայց ես հիշում եմ, որ մեր ժամանակը այնպես որ շատ առանցքական չի, շնորհակալություն այսօրվա զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներն էին Զարգերակ լրատվականի լրագրող վերլուծաբան Մկրտիչ Իսրայելյանը եւ ազգային ժողովի գործող պատգամավոր Գեգամ Նազարյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթից էլի այստեղ, սպասեք Հանրամեդիայի հերթական թողարկմանը, հաջողություն եւ համբերություն։